Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անկլավների վերադարձի հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախը պետք է վերադարձնենք, բայց մենք Ադրբեջանից չենք տեսնում երբևէ որ խոսի փոխանակման մասին, այլ միայն պահանջներ ներկայացվում, որ պետք է Հայաստանը վերադարձնի այդ 4 անկլավները։ Հիմա դուք վտանգ չեք տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխանակման։ Այդ անկլավների հարցը արգելի գործընկերներ բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց եւ դա պետք է աստիճանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետեւ նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետեւ սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Հիմա բայց որ դուք անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ձեզ։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղի ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեն թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն։ Այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Դրա համար պետք է հանրակրվե տեղ ունենա, այսինքն Հայաստանի կառավարությունը չի կարող որոշի, որ իշխանությունները ստացվում էին իրավական հիմքեր, սկզբում ասում էին, որ չկան անկլավներ, հետո ասում որ կա, պետք է ներկայացվեն իրավական հիմքեր։ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում պետք է ներկայացվեն այդ հիմքերը եւ որ հիմա եթե գիտեք վերջերս ամենավերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, որը այլ բովանդակություն ուներ TRIP-ի շրջանակներում սահմանային այդ հատվածների ես ենթադրում եմ որ հետագա հանդիպումների ընթացքում այդ հարցը նաեւ սահմանազատման հանձնաժողովների միջև կքննարկվի, այսինքն դա մի հարց է, որը ամբողջությամբ այդ հանձնաժողովների տիրույթում է, այստեղ ինչ որ քաղաքական աշխարհաքաղաքական ես տեղյակ չեմ։ Հետահայաց նայում եք արդյոք ճիշտ է այդ հայտարարությունները, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի, որ Արցախը Հայաստան է եւ երբ որ հետահայաց եք նայում, արդյոք ճիշտ է ասել, որ գնացեք եւ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցեք, ինչը Ադրբեջանը անցալել է որպես բանակցությունների ավարտ, բազմամյա բանակցությունների ավարտ տապալում եւ հետեւաբար այդ թեման ոնց որ մանրամասն անդրադարձանք, այդ թեմային այնքան երկար ենք խոսել, վարչապետը այնքան մանրամասն է խոսել այն հայրենասիրության մոդելի մասին, այդ հայրենասիրության մոդելից բխող հայտարարությունների մասին, խոսել է պատասխանատվության մասին, այսինքն անընդհատ այդ թեման, որ մենք բան ենք անում, հա, բերում ենք եւ 2025 թվականին, երբ որ կա բանակցային լրիվ իրավիճակ, դրա հանրային տեղեկատվության օգտակարությունը, երբ որ կառավարությունը ընդունում է, որ եղել են բացթողումներ, բայց այդ հայտարարությունները, մեկնաբանությունները, բացթողումները բխել են իրավիճակից, աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանի ռազմավարական դիրքից, հնարավորություններից եւ նաեւ մթնոլորտից ու վարչապետը ինչպես հաճախ նշում հայրենասիրության այն մոդելից, որը մենք բան ենք արել, հա, մեր մեջ ա եղել ու մենք միջև հիմա ամեն տարի չի փոխվում, բան խանդային ոնց է լինի, որ մի տարի քպայների հայրենասիրության այն մոդելն է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ հաջորդ տարի այդ մոդելը չկա։ Գիտեք, բանը կյանքը ինքնահայացման process է նաեւ եւ տարբեր կյանքի տարբեր փուլերում մարդիկ եւ իրավիճակների շատ տարբեր իրավիճակների եւ իրադարձությունների բախվելով փոխում են հայացքները եւ ճակատագրական իրադարձությունների հետևանքով են սկսում այլ կերպ գնահատել իրավիճակը ու հասկանալ թե ինչն է եղել սխալ։ Այս մասին խոսակցությունը այնքան մանրամասն է եղել հանրության եւ ձեր հետ բոլորի հետ, որ կարծում եմ
անդադար քննարկվում է, չէ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Որքանով լինի, որ ձեր հայրենասիրության մոդելը նորից չի փոխվի։ Իվարկյան այստեղ հարց են տալիս էլի։ Արարածները հանել, իրական Հայաստան, մի խոսքով անգամ այդ քարոզի դեպքում Ադրբեջանը չի, այսպես ասած, չի սսկվում եւ անընդհատ փորձում է ծավալապաշտական նկարտումները անգամ Ադրբեջանի խորհրդանի պատգամավոր ասում է եթե Թրամփի ճանապարհը չբացեն ուժով կվերցնենք այսինքն Հայաստանում է ձեր ասած նոր հայրենասիրական մոդելին Ադրբեջանից որևէ այսպես զսպված վերաբերմունք չի լինում ինչպես է սա բացատրում այս հայրենասիրական մոդելով հնարավոր կլինի այսպես Հայաստանի Իսկ հնարավոր կլինի կրկին Հայաստանի սահմանները առաջ տալու մոդելով փորձել խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր տարածք ունի եւ 29743 կիլոմետր 29743 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք ունի եւ այդ տարածքներից դուրս Հայաստանի Հանրապետությունը հայրենիք չի փնտրում, Հայաստանի քաղաքացիների բարօրությունը եւ մեր ժողովրդավարության զարգացումը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է այս տարածքից